Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, այս օրենքը շատ կարևոր օրենք է եւ շատ ուշացած, սա պետք է տարիներ առաջ ստեղծած, այս օրենքը պետք է ընդունած լինենք, համակարգը պետք է ստեղծվեր, սա պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի կառավարումը, մասնավոր ու պետական պետք չի առանձնացնել, մենք պետք է ունենանք այդ հարթակը, նախարարության ենթակայության տակ ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն Հայաստանի Հանրապետության մասնավոր կառույցների ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից, պետք է մասնագետները մեր տարբեր նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր գիտությունը, նոր մտքեր, նոր ճկունություն, դրա համար պետք է մեր մասնագետները կարողանան այդ նոր գործիքներին տիրապետեն, կարողանան դրա դեմն առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն, հետո Հայաստանը ինչով լավ կլինի, եթե մենք կարողանանք այս համակարգը ստեղծենք, լավ կլինի, որ ընդհանուր ինքը կդիտվի, որ Հայաստանը այդ հարթակը ունի, միգուցե այլ պետությունների էլ կարողանան օգնել, որտեղ այդ գործիքները միշտ նման են լինում, եթե միջազգային հարթակներում այդ հարձակումները լինում է, տարբեր մասնագետներ մեկը մյուսի հետ խորհրդակցում է, թե դրանց դեմը ոնց առնեն, ոնց կարողանան։ Սա պետք է ինստիտուցիոնալ կառույց լինի, Հայաստանի Հանրապետություն դեպի Հայաստանի Հանրապետություն գործող կառույցները բոլորը պետք է պաշտպանված լինեն։ Եվ այդ խմբերը, թե մասնավոր, թե պետական, պետք է 24 ժամ աշխատեն, որպեսզի այդ կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները պետք է պաշտպանված լինեն։ Եվ ես կարծում եմ, մենք կադրերի խնդիր ենք ունենալու, սա անընդմեջ մեզ պետք եկող մասնագետների ինստիտուտ է, հարթակ է, հիմիկվանից պետք է մտածենք մինչև անգամ մեր բուհերում այդ հատվածով մասնագետներ պատրաստեն, որպեսզի այդ մասնագետները լինեն լավագույնը, նախկինում Հայաստանից հեռացած այլ երկրներում աշխատող մասնագետներ ունենք, նրանց հետ էլ պետք է խորհրդակցեն, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր կրիտիկական ենթակառուցվածքները, որտեղ դրա տված վնասը շատ մեծ կլինի, ես ողջունում եմ, շատ կարևոր օրենք է, շնորհակալություն։